Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Պարզվում է, Տիգրան Ավինյանը մի հիասքանչ մեխանիզմ է մշակել, որով բոլոր թալանչիներին ապահովագրել է։ Շնորհակալ եմ աջակցության և վստահության համար։ Ընկերներ, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ որևէ թալանչի չպետք է անպատիժ մնա, և բոլորը պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Չենք մոռանում, որ մենք չենք վիրավորում, բայց երբ դա մեր նկատմամբ են անում, անպատասխան չենք թողնում։ Իդեպ, բոլոր սադրիչները գնալու են սև ցուցակ։ Մենք դրանց նմանների ժամանակը չունենք, որ մի հատ էլ այն վատնենք։ Մի տանջվեք և ձեզ ուղղորդողներին հաղորդեք, որ հայը թքած ունի ձեր կարծիքի վրա, և հայտնեք, որ բոլոր թալանչիները պատասխան են տալու օրենքի առաջ։ Իսկ հայը միայն ես չեմ, այլ ամբողջ գիտակից և խելամիտ հայությունը։ Երկար է իման գալիս, թե ով է ի վերջո մեր թալանչիներին հովանավորում, և մի կարևոր հանգամանք միշտ հաշվի չէի առնում։ Պարզվում է, Երևանի քաղաքապետարանը այս տարի մարտին դիմել է սահմանադրական դատարան, բողոքարկելով օրենքի այն դրույթները, որոնցով պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ)-ի վերապահված էր իրականացնել վերահսկողություն տեղական ինքնակառավարման մարմիններում գնումների գործընթացի օրինականության նկատմամբ համայնքներին տրամադրված դոտացիաների, սուբսիդիաների, սուբվենցիաների կառավարման օրինականության նկատմամբ։ Ընկերներ, սա մի աննախադեպ քայլ է իրականում։ Շախմատային լեզվով ասած, Ավինյանը շախ և մատ է արել կառավարությանը։ Պետական վերահսկողության ծառայությունը ենթարկվում է վարչապետին և նրա գործառույթները սահմանափակվում են վարչապետին զեկուցելով։ Հետևաբար մեր սրտի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանխել է թալանչի համայնքապետերի բռնվելու հնարավորություններից մեկը։ Իդեպ, տեղեկություններ եմ ստացել, որ Ավինյանը մի շարք համայնքապետերի ասել է, որ այնպիսի բան եմ անելու, որ այլևս ՊՎԾ-ն չմտնի ձեր համայնքներ։ Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել գնումների վերահսկողությունը։ Պետական վերահսկողական ծառայությունը չի կարող վերահսկողություն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում գնումների գործընթացի նկատմամբ։ Դոտացիաների կառավարման վերահսկողությունը։ ՊՎԾ-ն չի կարող վերահսկողություն իրականացնել համայնքներին տրամադրված դոտացիաների, սուբսիդիաների, սուբվենցիաների կառավարման օրինականության նկատմամբ։ Այսինքն, այս կերպ Տիգրան Ավինյանը նպաստել է, որ համայնքներից տեղի ունեցող թալան մնա անպատիժ։ Ընկերներ, իմ տեղեկություններով Ավինյանին այս ամենը հուշել է հանրապետական նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորեղբոր որդին, ով ևս կրում է նույն անուն ազգանունը։ Նիկոլ Փաշինյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Դուք տեղյա՞ծ եք այս գործընթացներից։ Եթե այո, ապա ինչպե՞ս կհիմնավորեք այս ամենը։ Իդեպ, չար լեզուներ ասում են, որ սա Ավինյանը հատուկ ձեր դեմ է արել, որ դուք չտեսնեք, թե ինչ թալան է տեղի ունենում։ Ընկերներ, փաստորեն, մեր երկրում իշխող ուժը օրինականացնում է թալանը։ Իդեպ, սահմանադրական դատարանի որոշումը կտեղադրեմ իմ տելեգրամյան ալիքում։ Այսօր նաև կրկին կխոսեմ Ալավերդու համայնքապետից։ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Մինչ սկսելը տեղեկացնեմ, որ ես որևէ գումարով, որևէ պայմանով տեսանյութ չեմ հեռացնի։ Ինչպես նաև որոշ հաստագլուխների համար հատուկ նշում եմ, ես պատվերով համերգներ չեմ տալիս, ի տարբերություն ձեզ։ Անցանք Դավիթ Խումաշյանին։ Ունեմ տեղեկություններ, որ մեր Ալավերդու համայնքապետը ունի հայտարարագրում չնշված բիզնեսներ՝ Բետոնիքս բետոն արտադրող գործարանը և Ալավերդու այգում գործող սրճարանը։ Իդեպ, ըստ տեղեկատվության, սրճարանը կառուցվել է այգու տարածքում, որը օրենքի խախտում է։ Բոլոր նկարները ևս կտեղադրեմ տելեգրամյան ալիքում։ Այս ամենից հետո հարց է առաջանում, թե ինչպես կարող է ձեզ սրտիկ ցույց տվող Նիկոլ Փաշինյանը մեր համայնքները նվիրել սրանց։ Սիրելի հայրենակիցներ, հավատացնում եմ, ինձանից շատ հեղափոխական չլինեք։ Մի պահ ուշքի եկեք, տեսեք, թե ինչ է կատարվում երկրում։ Մեր երկրում այս պահին տեղի է ունենում աննախադեպ թալան։ Մեզ բոլորիս սրտի կանելով թալանում են մեր վճարած հարկերը։ Պետական ապարատը չի գործում, սա փաստ է։ Հակառակ դեպքում բոլոր թալանչիները բանտերում կլինեին։ Առաջիկայում պատրաստ լինի նաև Շնող գյուղի վարչական ղեկավար Սամվել Մկրտումյանը, նույն ինքը մեր անուշ ապերների ասած շնողցի Սամոն։ Ահագին հետաքրքիր ինֆորմացիա եմ ստացել։ Ընկերներ, բոլորի տված տեղեկատվության գաղտնիությունը ես ապահովում եմ։ Եթե որոշ չափով չեք ցանկանում ձեր անունից խոսել ապօրինությունների մասին, ես կանեմ դա ձեր անունից, առանց ձեր անունը շեշտելու։ Մի լռեք։ Լռելով մեր պետության քայքայմանն ենք նպաստում։ Հարգանքներով, ձեր
հայը։ Իսկ ինչ են արել այդ պատերազմի արդյունքները։ Վերածել կապիտուլյացիայի, կապիտուլյացիան նորից 21 թվի պատերազմի, 21 թվի պատերազմը նոր կապիտուլյացիայի, խախտելով բոլոր բանակցային ձևաչափերը, կասկածելի ձևաչափերով, տանելով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6, որին նախորդել էր Ջերմուկի պատերազմը, դրանից հետո նորից պատերազմ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, նորից կապիտուլյացիա, Տավուշի հանձնում, սա է այս իշխանության դեմքը, պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քեռին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծու, լավ է քեռին, թող լավ լինի քեռին, բայց իմ քեռին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թոռնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Նիստը շարունակվում է Սուզաննա Ավետիսյան։ Համեցեք տիկին Ավետիսյան։ Հարգելի գործընկերներ, փակեք դռները, զբաղեցրեք տեղերը, նիստը շարունակվում է։ Համեցեք, խնդրեմ։ 20 րոպե ընդմիջում, 20 րոպե ընդմիջում։